Հիմա անցնենք մեր բլից հարցերին, կխնդրեմ արագ պատասխանել մեր հարցերին։ Մեկ բառ նկարագրելու համար ներկայիս Հայաստանը։ Ցավ։ Մեկ բառ նկարագրելու համար հանրապետական կուսակցությունը այսօր։ Պայքար։ Մեկ վատ սովորություն, որից ուզում եք ազատվել։ Ծխելը։ Ինչ էմոջիով կներկայացնեք ձեզ։ Ունեմ ավատարան սարքես, մորուքով եւ սափրված, վերևը սափրված։ ՀՀԿ-ն վերադառնում է ակտիվ քաղաքական դաշտ։ Երբեք չի լքել քաղաքական դաշտը, եղել է անգամ ակտիվ, երբ որ ուրիշ մարդ ընդդիմությունում չկար։ Դուք ձեզ տեսնում եք վարչապետի պաշտոնում։ Հավակնոտ հարց է։ Ես ինչ չեմ տեսնում, բայց տեսնողներ կան ոնց որ։ Կուզեիք ցանկություն։ Եթե 3 բառով նկարագրենք Փաշինյանին։ 3 հատ կետ դնեմ, հա։ Այստեղ 3 բառի փոխարեն ասած պրովոկացիան արտադրեցիք, sense ուղղակի երրած առաջի բաներ ուզում եմ ասել, բայց հասկացա որ չէ։ Գիտեք 3 հատ կետ դնեմ։ 3 բառով նկարագրեք Ռոբերտ Քոչարյանին։ Հայաստանի երկրորդ նախագահ։ 3 բառով Սերժ Սարգսյանին։ Հավաքանքեր նախագահ։ ԵՄՌԴ թե ինքնուրույն ուղի։ Սխալ հարց է։ Կներեք։ Ինքնուրույն ուղի օգտվելով ՌԴ-ից եւ ԵՄ-ից, եւ ԱՄՆ-ից, եւ Չինաստանից, եւ Հնդկաստանից։ Պատերազմից հետո հույս կա։ Պատերազմից հույս կա։ Հույս միշտ կա, ու դա բան չի, կլիշե չի, գիտեք։ Խոր իր մեջ հավատք ունեցող մարդը չի կարող հույս չունենալ, հուսահատությունը մեղք կա։ Եթե մենք իրոք հավատում ենք, որ համբարձվելուց հետո կյանք կա, դա հույս է, չէ՞, բայց մենք իրոք հավատում ենք դրան։ Երկնային Ինչա որ չհավատանք, ավելի փոքր բաներին էլի կներեք, քան այդ աստվածային հրաշքին։ Նոր սերունդը քաղաքականությունից հեռու է թե մոտ։ Անտարբեր է։ Արմեն Աշոտյանը առանց Facebook-ի գոյատևում է։ Այն ժամանակահատվածը, որի մասին չեմ սիրում խոսալ, դրա վառապացույցն է, որ այո։ Մի բան, որ ՀՀԿ-ի մասին մարդկանց միշտ սխալ է թվում։ Շատ բարդ հարց է տալիս։ Ինչպեսին է օրինակ ՀՀԿ-ն, որ հանրությունը այդպես էլ չհասկացավ, որ ՀՀԿ-ն այդպեսին էր, մի սխալ է թվացել։ Մենք չինովնիկների կուսակցություն չենք։ Այդ ես եմ ասում, մարդկանց թվում է, որ մենք դրանց բյուրոկրատ չինովնիկների ես։ Կոռուպցիոներների, անպայման չի կոռուպցիոներների, հիմա ընդհանրապես դրանց թեմա չկա։ Դե տպավորությունն այդպեսին է։ Եթե հանդիպեիք 20-ամյա Արմենին, ինչ խորհուրդ կտայիք։ Գայթակղությունս մեծ է, որ ասեի, всё-таки բժշկությամբ զբաղվել, բայց չէ, ոչ մի խորհուրդ չի տա, կլռեի, որովհետև այդ կյանքի սխալներն էլ են իմը, ձեռքբերումներն էլ են իմը, չեմ պատկանում այն մարդկանց թվում, որոնք իրենց կյանքը ինչ-որ բան կփոխեն, չեմ փոխել։ Սա է իմ եղել։ Բան չի, սա կինո չի, տես դուբլ 1, դուբլ 2, edit, սկլեյկա, soundtrack, տիտրեր չկա, ոչ post-production կյանքում չկա, հասկանում եք։ Կյանքը ապրում ես post-production-ը կարաս ռոլիկ անես քո համար, քո աղորդումից օրինակ, բայց կյանքը post-production չես կարող անես։ Վերջապես քաղաքականությունը սիրո թե ինտրիգների լեզու է։ Հայրենիքը սիրելու եւ երբեմն ինտրիգներով այդ սիրո ճանապարհը անցնելու։ Քաղաքական դաշտում ձեր ամենամեծ սխալն ու ամենամեծ դասը ո՞րն է եղել։ Քաղաքականության մեջ երևի իմ ամենամեծ սխալը առեսօր, որ շարունակում է նա, որ այդ տեսակետից այդ հիմքով ինչը ես ասացի, ես միամիտ եմ։ Ինչ տվեց բանտը ձեզ, ինչ դասեր քաղեցիք Պարոն Աշոտյան։ Փորձ, վիժիվանիայի փորձ։ Ազատության մեջ երբ հայտնվեցիք, ինչն եք ամենաշատը կարոտել, որտեղ վազեցիք։ Տուն, այսինքն ես ընտրությունը չունեի, ինձ կանվոյը տարավ տուն, ընտանիքս իհարկե, և ընտանիքս, բայց ընտանիքս և շանս։ Որն է այն հարցը, որի պատասխանը դուք էլ չգիտեք, բայց ստիպված եք ամեն օր ձևացնել, թե գիտեք։ Կոնկրետ երբ Նիկոլը գնալու։ Շնորհակալ եմ, պարոն Աշոտյան, մեր հարցերին պատասխանելու համար և անկեղծ Ձեզ հաջողվեց այսօր ինձ մի քիչ խոսացնել։ Արմլուր լրատվականի հարգելի հետևորդներ, մենք կհանդիպենք։